Սկսում ենք հերթական սեսիան, ողջույն բոլորին։ 5 րոպեանոց գրաֆիկում տեսնում ենք ագրեսիվ վաճառող ծավալների ակտիվ աճ դեպի ներքև, որը ձգտում է հասնել և վերցնել լիկվիդացիոն մակարդակը։ Decline և Volume Line ինդիկատորները 5 րոպեանոց գրաֆիկում ցույց են տալիս ակտիվ վաճառողների աճ դեպի ներքև, իսկ 1 րոպեանոց գրաֆիկում ևս նույն իրավիճակն է բացառությամբ Volume Line-ի։ Այն ցույց է տալիս, որ վաճառողների և գնորդների ծավալները գրեթե հավասար են։ Սա նշանակում է, որ տեղի է ունենում լոկալ կորեկցիա, և շարժը դեպի ներքև կարող է ձգձգվել։ Եթե գործակը փակվի մինուս, դագոն կբացենք և կփակենք առաջին գործարքի մինուսը և կաշխատենք մոտ $80։ Համբերատարությունը շատ կարևոր դեր ունի թրեյդինգում, և հիմա անհրաժեշտ է սպասել և փնտրել այն հարմար պահը, կորեկցիայի հնարավոր վերջում բացելով գործարքը։ Առաջարկում եմ բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, բաց չթողնելով պրակտիկ վիդեոները, որոնք ձեզ կբերեն ստաբիլ արդյունքի։ Տեսնում ենք, որ կորեկցիոն իմպուլսները դեռ շարունակվում են, և դրա համար ժամանակ չկորցնելով կբացենք միանգամից դագոն դեպի ներքև կրկնակի ծավալով։ Կարևորը 5 րոպեանոց գրաֆիկում վաճառքի ծավալները գերակշռում են և ամեն դեպքում կլինեն շարունակվող իմպուլսներ դեպի ներքև։ Հիմա արդեն 5 րոպեանոց գրաֆիկում տեսնում ենք, որ վաճառողները թուլացել են և կարճ ժամանակ անց կարող է շարունակվել գնի անկումը։ Դրա համար մենք իհարկե ռիսկի չենք դիմի և կսահմանափակվենք այսօրվա աշխատածով։ Հաջորդ պրակտիկ վիդեոները բաց չթողնելու համար առաջարկում եմ հետևել YouTube-յան ալիքին, ինչպես նաև միանալ մեր Telegram ալիքին, որտեղ կարող եք ստանալ դեռ անվճար 5 ծավալային ինդիկատորները, անվճար վիդեոդասեր, ծավալային անալիզի էլեկտրոնային գիրքը, ինչպես նաև միանալ մեր փակ խմբին, որտեղ ես օգնում եմ վերլուծել և քննարկել ստացված գործարքները հասցնելով կատարելության։ Անսահման պրոֆիտներ եմ ձեզ մաղթում, հաջողություն։